Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը, եւ այդ հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով։ Տեղի է ունենում իրական Հայաստանի սոցիալ-հոգեբանական հեղափոխությունը։ Այդ հեղափոխության առանցքային արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայինորեն ճանաչված մեր պետությունը եւ մեր հայրենիքը նույնական են։ Մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակահատվածում, երբ բոլորիս ներշնչում են, թե 2018-ից առաջ Հայաստանի կյանքում որևէ իրադարձություն տեղի չի ունեցել, որևէ մեկը չի ծնվել, եւ ամեն ինչ տեղի է ունեցել միայն 2018-ից հետո։ Երբ մենք վերլուծում ենք այս իրավիճակը, տպավորությունն այն է, որ մեր կյանքի վերջին պատնեշն ու խրամատն է մնացել, որը պիտի արժանապատվորեն եւ պատվախնդրորեն պահենք, որ կարողանանք ուժերի վերահավաքագրում իրականացնել եւ սկսել ազգային հեղափոխությունը։ Առաջնորդության մասին տարբեր պատկերացումներ կան։ Ոմանք ասում են, թե եկեղեցին պիտի զանգեր հնչեցնի, փողոցն առաջնորդի եւ այսպես շարունակ։ Այսինքն այն բոլոր զգացումները, որոնք մարդիկ ունեն այսօրվա իշխանություններից ազատագրվելու համապատկերում, մեծամասամբ տեսնում են եկեղեցու առաջնորդությամբ։ Սակայն այսօր տեղի ունեցող բոլոր քննարկումներում այդպիսի առաջնորդության հարց որպես առաջնային կետ դրված չէ։ Եկեղեցու առաջնորդությունն այսօր արտահայտվում է արժեքային դաշտում, խրամատում կանգնած լինելու, պատնեշը պահելու հարցում։ Մենք շատ բարդ եւ ծանր ժամանակահատվածում ենք ապրում, որը միաժամանակ հեռագնային իմաստով կարող է ծառայել մեր վերականգնմանը եւ վերարթնացմանը։ Չարժե կքած մնալ այս ժամանակի մարտահրավերների ներքո։ Մենք պետք է ընդունենք դրանք։ Դրանով հանդերձ շրջենք անիվը եւ այս ծանր ու բարդ իրավիճակից լավագույն կերպով լուծում գտնելով վերականգնենք մեր կյանքը։ Եկեղեցին ամենօրյա քննարկումներ է ունենում, վերլուծություններ անում, գործողությունների ծրագիր է մշակում, բայց այն ինչը տեսանելիորեն կա հրապարակի վրա, բավարար է։ Պետք է մեր մտքերից մաքրել չգիտես ինչպես ներդրված եւ լայն տարածում գտած այն գաղափարաբանությունը, թե հոգեվորականը չպետք է խոսի աշխարհական հարցերից։ Աշխարհական հարց գոյություն չունի, այդ բաժանումը կեղծ է, ինչպես աշխարհիկ պետության, կրթության, եկեղեցու պետությունից անջատ լինելու թեզերը։ Երբ խոսում ենք ընտանիքի կամ աշխատանքի սրբազնության մասին, ասում, որ փարոսը կամ սոցիալական նպաստները մեզ չեն կերակրելու, այլ աշխատանքը քրտինքն է այն օժնված վիճակն ու արժեքը, որով մարդն իր կյանքը պիտի վաստակի, չէ՞ որ սա աշխարհական խնդիր չէ։ Բոլոր նյութերի, գաղափարների հիմքում եւ խնդիրների եւ լուծումների մեջ հոգեվոր դաշտն է, հիմքը դա է։ Դրա վրա է շենքը կառուցվում։ Երբ սխալն այդ հիմքի մեջ է տեղի ունենում, աններդաշնակություն կա, շենքն այդպես էլ կառուցվում է։ Ժողովուրդը ծնում է իր զավակներին, այդ զավակները ժողովուրդ են ծնում։ Իսրայելը, որը բաղկացած էր 12 ցեղերից, այդպես ժողովուրդը ինքը իրենով չծնվեց որպես պետականություն եւ ժողովուրդ։ Իր ծոցի միջից Մովսեսի պես մարդիկ ծնեցին այդ ժողովրդին որպես ժողովուրդ ցեղերից եւ որպես պետություն օրենքի միջոցով։ Ինչ գաղափար արմատավորվում է հասարակության մեջ, այդպես էլ ծառնաճում է, պտուղն էլ այդպիսին է լինում։ Մեր ամենամեծ խնդիրը հոգեվոր դաշտում է։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գլադստոնն ավելի քան 100 տարի առաջ ասում էր, թե այսօրվա կռիվը ռազմադաշտում չէ, այլ մարդու հոգու եւ մտքի դաշտում, քանի որ հարձակում է տեղի ունենում ավետարանի գանձի վրա։ Այսօր էլ նույնն է։ Հարձակվում են գաղափարների, արժեքների վրա, տանում դրանց քայքայման, ոչնչացման, հարաբերականության, նվազեցման։ Մարդկանց ասում են հայրենիքը զիջում ենք, գյուղեր ենք տալիս, Արցախն ենք հանձնում, բայց փոխարենը ճանապարհ ենք կառուցում, վատ է։ Խնդիրը սա է եւ մարդկանց առաջին հերթին այս դաշտում է պետք կռվել, որտեղ բոլոր արժեքների վրա ավելացել են ել ավելի սարսափելի երևույթներ ու գաղափարներ՝ անելանելիություն, հուսահատություն, հայհոյախոսություն, չարիքի տարածում, անվստահություն, հավատքի զրոյացում, մարդկանց թվացial սոցիալականացում, իրականում մեկուսացում։ Մարդկանց ուղղակիորեն դնում են մի այնպիսի մթնոլորտի մեջ, երբ նրանք վախենում են, ստի ու կեղծիքի տարածումն ահագնանում է։ Սրա դեմ է պետք պայքարել։ Իրական կռիվն այստեղ է, եւ եթե այս դաշտում կարողանանք, եթե ոչ հաղթել, գոնե հասնել որոշակի աստիճանի, մեր կյանքի փոփոխությունը միանգամից ակնհայտ կդառնա։ Իրենք ցանկանում են այս հաղթանակների ժամանակաշրջանը, ասենք, պայմանականորեն ավարտին հասցնել, քանի որ իրենք ցանկանում են նաեւ ոչնչացնել հայ ինքնությունը։ Նույնիսկ ինքնությունը կազմավորում է հաղթանակների, պատմական հաղթանակների, պատմական հիշողության վրա։ Իրենք հենց այդ պատմական հիշողության եւ պատմական հաղթանակների դեմ պայքարելու կամ ոչնչացնելու են ելել, որպեսզի ոչնչացնել հայ ինքնությունը։ Սրանք դարձել են սարսափելի ու հրեշավոր, կողոպտել են մեր պատիվը, գողացել մեր պատմությունը, թալանել մեր ապագան։
Քայքայել են մեր գոյության իմաստը եւ բովանդակությունը, այն ամենը, ինչը մեզ համար այդքան թանկ էր տարիներ ու տասնամյակներ շարունակ։ Մեր նպատակը մեկն է՝ մեր տունը վերականգնել եւ վերակառուցել, այլ նպատակ գոյություն չունի։ Դրա համար նախ եւ առաջ պետք է հաղթել հոգեվոր մտավոր դաշտում, ապա եւ այն տեղափոխել ֆիզիկական գոյության դաշտ։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։